Հարգելի բարեկամ, 21-րդ դար, ինչու քրիստոնյան պետք է գնա եկեղեցի, կամ էլ ինչ հաճախականությամբ, քանի անգամ ամիսը, շաբաթը և այլն, այսօր կխոսենք այս հարցերի և ուրիշ նման հարցերի շուրջ։ Խաղաղություն քեզ հարգելի բարեկամ, ես միշտ ասում եմ, կրկնում եմ և նորից պետք է ասեմ, որ քրիստոնյան պետք է ողջախոհ լինի, այսինքն ինքը պետք է մտածի ինչու է անում մի բան կամ ինչու չի անում, հասկանա, այդ ամենը շատ կարևոր է, ոչ թե կուրորեն անի այն, ինչ որ իրեն ասում են։ Չնայած կարող է հոգևոր ընթացքը իր կենցաղային, այսինքն հոգևոր փորձառությունը և այլն, այսպես ասեմ, ստիպում է, որ ինքը ստիպված անի, ինչ որ իրեն ասում են, բայց եթե դա տարիներ է տևում, դա ուրեմն սխալ է, մարդը չի աճե, չի գիտակցե իր քրիստոնյա լինելը, ով ինչ լինելը։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի ինչ որ եթե հարցեր ունեք, պետք է քննեք, եթե նամանավանդ բերում ենք մենք եկեղեցու հայրերի խրատներից, որոնք շատ խիստ էին ինչ-որ մի հարցի շուրջ, պետք է հասկանանք, թե իրենք ինչու են ասել, կամ հասկանանք ժամանակաշրջանը, կենցաղավարությունը մարդկանց։ Դա շատ կարևոր է և շատ պատասխաններ է տալիս և դրանից ելնելով կարելի է պատասխաններ ստանալ այսօրվա մեր կյանքի հետ կապված կենցաղային հարցերից բխած խնդիրները և հարցերը։ Օրինակ վերցնենք Գրիգոր Տաթևացիի մոտ այն օրը կարդում էի, որ խոսք կար բանի մասին, կենդանի մորթելու մասին, այսինքն որ մորթեն և ուտեն։ Եվ ինքը խիստ արտահայտվում է, որ կնոջ մորթածը չեն ուտում, այսինքն չկարելի, որ կինը մորթի, էլ չեմ ասում, որ այլազգիների, այսինքն մուսուլմանների կամ օտար ոչ քրիստոնյաների մորթած կենդանին առնել և ուտել։ Հիմա նյութը սա չի, բայց ինքը այդ ժամանակաշրջանում դա արդի էր և ճիշտ էր և պետք էր այդպես անել, բայց այսօր մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ որ միսը մենք գնում շուկայից ենք գնում, մենք չգիտենք ով է մորթել, ինչպես է մորթել, վրան իրենց աղոթքներն են արել, չեն արել, չգիտեմ, դա խնդիրներ են, չէ՞, և դրանից չի նշանակում, որ պետք չի միս ուտել կամ միս չգնել, կամ էլ շատերը Հայաստանում գնում մատաղ են անում, կարծեմ եզդիների մոտից են գառն առնում, որոնք և իրենք էլ զենում, մորթում են այդ գառնուկներին և տան մատաղ եք անում։ Այսինքն խնդիրները շատ են։ Դրա համար մենք պետք է նորից կրկնում եմ հարցերը լուծենք, քննենք այն կտրվածքով, թե ինչու են հայրերը այն ժամանակ տենց ասել և այսօր ինչպես է։ Օրինակ վերցնենք այդ եկեղեցի գնալու հարցը, չէ՞։ Օրինակ միջնադար վերցնենք, միջնադար կամ վաղ միջնադարում եկեղեցիները Հայաստան աշխարհում եկեղեցիները շատ էին, ամեն քայլափոխին գյուղերում, քաղաքներում եկեղեցիներ կար, էլ չեմ ասում վանքերի մասին, որ դու տանդ ոնց որ ամենաշատը երևի տնիցդ մի 100 մետր երևի, եթե ոչ ավելի մոտիկ, դու կարող ես մի եկեղեցին մտնել, հետո դուրս գալ մյուս եկեղեցին գնար, այսինքն քո ընտրությունն է։ Հետո քննենք, որ այդ ժամանակ մարդկանց զբաղվածությունը տարբեր է եղել, քան այսօր։ Մարդիկ, այսինքն բազմակողմանի մասնագիտություններ, աշխատանքներ չեն եղած։ Մարդը հիմնականում կանայք դա տունն են աշխատել, աշխատանք չեն ունեցել, տղամարդիկ գյուղերում գնացել են դաշտ, կենդանիներին, անասուններին դուրս են հանել, քաղաքի մեջ հիմնականում վարպետները, որոնք ամենը իրանց տան մեջ են աշխատել, այսինքն այն ձևը չի, ինչ որ այսօրվա զբաղվածության մարդը տարբերվում էր, քան այն ժամանակվա մարդը։ Եվ հետո կարևոր է ասեմ, որ միջնադար և այդ վաղ ժամանակներում մարդիկ չունեին տպագրական
գործիքներ չկար, որ Սուրբ Գիրքը տպագրեին կամ գրքեր հիմնականում այդ ամենը եկեղեցում էր գտնվում եւ մարդիկ գնում էին եկեղեցի, որպեսզի լսեին նաեւ օրվա ավետարանը, օրվա առաքելական թղթերը, մարգարեները, որը մենք ունենք ճաշուգիրք, որ ամեն օր ունի իր ընթերցվածքները։ Այսինքն մարդը Աստծո խոսքը լսում էր եկեղեցում, ինքը տունը չուներ, աղոթքներին մասնակից էր լինում եկեղեցում, այդ ժամագիրք, շարականներ, ինքը տունը չուներ։ Այդ ինչ հարուստ պետք է լիներ, որ կարողանար պատվիրեր ավետարան կամ ճաշուգիր կամ սաղմոսներ, որ մեկը իրեն համար գրեր, ընդօրինակեր, ձեռագիր գրեր եւ ինքը տունը ունենար եւ կարդար։ Դրա համար մարդիկ կապված էին եկեղեցու հետ։ Այսօր փառք Աստծո մարտարարածը մենք նենց ժամանակ ենք ապրում ոչ թե տպագրական գրքերը կամ մեր տները, արդեն հեռախոսների մեջ մենք կարող ենք բացել եւ մեր ուզած աղոթքը կարդալ, ավետարանը կարդալ, այսինքն ավելի դյուրին է դու կարաս տունը նստես, դուրս չգաս, կարդաս հեռախոսի մեջից։ Սա կյանքը կենցաղավարությունը փոխվում է, դրա համար դամանավանդ որ մենք Եղեռնից հետո ունեցանք մեծ Սփյուռք, որ երբ որ դուք հաջորդը ծրվեց օտար երկրներում, այնտեղ հայ եկեղեցի չկար եւ երբ որ մեկ եկեղեցի էին կառուցում, ժողովուրդը ավելի այդ եկեղեցու համայնք, այդ եկեղեցու շուրջ էր հավաքվում, իրենց տները, աշխատանք ավելի եկեղեցուն մոտ, բայց ավելի միջև 20-րդ դարվա վերջ, 21-րդ դար ավելի ուրիշ ձևի դարձավ։ Մարդիկ Սփյուռքի մեջ կամ էլ Հայաստանից, որ մարդիկ գնում են օտարություն, իրենք գնում են ոչ թե այնտեղ, որտեղ հայ եկեղեցի կա, այնտեղ, որտեղ իրենք աշխատանք էին գտնում։ Եվ տեղավորվում էին գործ եւ այլն աշխատանք եւ հետո նոր սկսում էին մտածել, բա եկեղեցին ուր է։ Այս ամբողջ խնդիրների մեջ գալ ասել, որ եթե դու եկեղեցի չես գնում, մեղք ես գործում եւ այլն, կարելի ասել մեղք ես գործում, երբ որ դու ծուլանում ես եւ հնարավորություն ունես եւ նամանդ, ասենց ասեմ, եկեղեցին քտի տակն է, այսինքն մոտիկ է ու դու չես գնում, ծուլանում ես, դա արդեն մեղք է։ Բայց պատկերացրեք մեծ քաղաքների մեջ, մեգապոլիսներում, օրինակ Ամերիկայում, Ռուսաստանում, որտեղ հայ եկեղեցին մի մեծ տարածաշրջանում, Հայաստանից մեծ տարածաշրջանում մի եկեղեցի կա, մի կենտրոն մասում, դու ապրում ես մի ուրիշ ծայրամասում եւ դու պետք է գաս հասնես այդտեղ։ Կամ էլ Ամերիկայում մարդիկ առավոտ շուտ արթնանում են Կիրակի, որ քանի ժամ մեքենա քշեն, հասնեն եկեղեցի եւ հետո այդ քանի ժամ քշեն, հասնեն տուն։ Գներեք, այսպեսի sense նախաբան, որտեվ շատ դժվար է այսօր, դրա համար որ այն խրատներն են տալու, եթե եկեղեցի չեք գնում, մեղք եք գործում, դուք սենց մի քիչ մարդուն ավելի եք դնում սահմանների մեջ ու մարդը ավելի է հիասթափվում, երբ որ չի կարող հասնի։ Ուրիշ բան խոսելու Երուսաղեմի մասին, որ երբ որ հայերը ապրում են վանքի մեջ, Սրբոց Հակոբյանց վանքի մեջ եւ եկեղեցին իրենց գիտեք ոնց որ այս պատը եկեղեցու պատն է եւ մարդը նույնիսկ տան մեջ լսելով կարող է լսում է եկեղեցու հնչողությունը, երգեցողությունը եւ մարդիկ ծուլանում են, չեն գնում եկեղեցի։ Այստեղ գիտեք Երուսաղեմում Կիրակի օրը աշխատանքային օր է, ի տարբերություն ուրիշ քրիստոնեական երկրներ եւ Հայաստանի Կիրակի օրը աշխատանքային օրն է, շաբաթն է հանգստյան օր, բայց շաբաթ օրն էլ մեր մոտ ամեն օր պատարագ է լինում եւ մեր ժողովուրդը մարդ չի գնում եկեղեցի։ Այստեղ կարելի ասել դուք մեղք եք գործում, հա։ Ուրիշ բան, եթե ինքը հավատք ունի ու չի գնում, ուրիշ բան, որ չի հավատում Աստծուն ու չի գնում եկեղեցի, այդ մարդուց ինչ պահանջես։ Դրա համար փորձենք հասկանալ ինչ անեն են մարդիկ, որոնք ապրում են տենց մեծ քաղաքներում, որտեղ հայ եկեղեցին գտնվում է քաղաքի մի ծայրամասում կամ էլ կողքի քաղաքում է գտնվում եւ մարդը պետք է գնա։ Եվ այն դեպքում այն մարդը, որ ամեն օր աշխատում է եւ ունենում է մեկ Կիրակի հանգստանալու եւ լինել իր ընտանիքի հետ։ Եվ ինքը ամեն առավոտ շուտ արթնանում է, որ հասնի իր աշխատանքի վայրը, մեքենայով օրինակ, հա, վերցնենք եւ
նույնը գնում է եկեղեցի ինքը մի կիրակի ունի հանգստանալու, լինելու ընտանիքի հետ, մի քիչ քնելու եւ այլն, եւ ինքը նորից պետք է առավոտ շուտ արթնանա, քշի եկեղեցի, պատարակից հետո վերադառնա տուն, արդեն օրը վերջացած է լինում, հետո նաեւ ասես մի բան էլ կար, չէ՞ որ ասում էին շաբաթ օրը կիրակնամուտին կամ կիրակի օրը լվացք անել չկա էլի։ Այո, չկա էլի ինչ իմաստով, որտեվ եկեք նորից նայենք այդ խրատը, որ տրված էր, ինչ կտրվածքով էր տրված, որտեվ միջնադարում լվացք անելու համար ինչ էր պետք անել, նախ ջուր կրել բերել, նախ փայտը կդրել, եթե չկար, փայտ բերել եւ կրակ վառել, ջուր տաքացնել, հետո լվալ, ձեռքով լվալ, դա քանի ժամանակ էր անցկացնում, տրվում այդ ժամանակին, փոխարեն դու գնաս եկեղեցի, դու նստում լվացք ես անում, դրա համար ասում են այդ օրը մի լվացեք, կարող ես դու ուրիշ օր էլ լվաս, որտեվ տան տիկինը ինքը տան մեջ չէր աշխատում, ինքը կարար ուրիշ օր լվար, եւ այդ դեպոր տեսնում են մարդիկ շաբաթ կիրակի լվացք էին անում եւ պատճառ էին բռնում, որ եկեղեցի չգնան, իրենց ասում էին մեղք եք գործում։ Իսկ այսօր լվացք չանելը այսօր երևի տուն չկա, որը լվացքի մեքենա չունենա, որ դու լվացքը դրեցիր, մի կոճակ սխմեցիր, գնացիր, վերջը գալիս հանում, կախում, չորացնում ես, որը կտևի 5 րոպե, 10 րոպե։ Դրա համար եւ նմանդ այսօր կանայք աշխատում են, տղամարդիկ աշխատում են եւ կինը իր առօրյա հոգսերը, չգիտի, այսինքն միայն մի շաբաթ կիրակի է, որ ունենում է, որ կարողանում է այդ հարցերը լուծել։ Տեսնում եք, դրա համար այդ դրանից ելնելով մենք պետքա փորձենք, ես դա նաև ձեզ եմ ասում, որ դուք էլ մտածեք, որ չդառնաք ասես կաղապարված, ինչ որ դե ձեզ սահմաններ դնեք, որ ընդհանրապես Աստծուն չճանաչեք, հուսահատվեք, հիասթափվեք հավատքից ամեն ինչից։ Դրա համար եկեք միասին ասես մտածենք, որ եթե դու գտնվում ես օրինակ, եթե խոսքը Երևանի մասին է, դու պետք է գնաս մի եկեղեցի, որը պետք է նստես մի ինչ որ դե ինքնաշարժ կամ մարշրուտնի տաքսի, սենց ասեմ, կամ ոդկով գնաս, դժվար է պարկ ասու, պատարակները 11-ին են սկսում, դու առավոտ արթնանում ես ու գնում ես պատարակի։ Գնում ես պատարակի, մասնակցում ես, մեկին վերջանում է, մինչև տուն ես հասնում, արդեն 3-4-ն է լինում, եթե բացի այդ էլ եկեղեցու շուրջը հավաքվում են, տենց ծխականներով ինչ-որ մի ճաշկերույթ են անում կամ նստում զրույցում են, հոգևոր զրույցներ, արդեն ժամը 5-ին 6-ին ես վերադառնում եւ դու էլ ժամանակ նորից չունես քո ընտանիքի համար, գալիս ես տուն վազելով քո գործերը։ Հետո չմոռանանք նաեւ ուսանողական կյանք է, երեխեքը ուսանող են, սովորում են, պատրաստվում են դասեր անելու եւ նորից մենք տեսնում ենք այս առօրյայի վազվզոցի մեջ ընտանիքը իրար հետ չի լինում։ Մի կիրակի է, որ պետք է լինի, դրա համար ես խորհուրդ եմ տալիս նամանդ նրանց, որոնք հայ եկեղեցի չկա, իրանք սփյուռքում են, դուրսն են, օտարության մեջ են եւ ստիպված պետքա մի քանի ժամանակ տրամադրեն, որ հասնեն եկեղեցի, փորձեք հետեւալը, գոնե ամիսը 2 անգամ գնալ, մի կիրակի գնալ, մի կիրակի ոչ։ Որտեւ որ սենց ձեզ ստիպելով մի օր կհիասթափվեք ու չեք գնա։ Ավելավա մի կիրակի որոշեք գնում եք եւ ամբողջ ընտանիքով եք գնում, այն մյուս կիրակին հանգստանում եք եւ ամբողջ ընտանիքով դուրս եք գալիս կամ միասին եք անցկացնում, ինչ որ սրճարան եք գնում, մի թատրոն եք գնում, մի տեղ եք գնում։ Կարևորը որ ընտանիքի միասին լինեք։ Դա շատ կարևոր է եւ գալով նրան, որ այսօր որ դուք ունեք ամեն մեկը սուրբ գիրք ունեք, կարող եք կարդալ, աղոթել եւ աղոթագրքեր ունեք, դուք տանը կարող եք այդ աղոթքները անել, սուրբ գիրքը կարդալ, նամանդ կա այդ ծրագրեր կա ամեն օրվա ընթերցվածքները, ինչ է այսօր ընթերցվում եկեղեցում շաբաթ կիրակի օրերը, վերցնեք եւ կարդակ եւ կարեւորը ընտանիքի հետ միասին լինեք։ Չնայած կա ընտանիքներ, մի մասը անհավատ է կամ չի սիրում եկեղեցի գնալ, մենակ մի հոգին է գնում։ Դրա համար նորից այդ նույն խրատն է, եթե դու մի կիրակի գնում ես եկեղեցի, մյուս կիրակի ընտանիքիդ հետ եղիր։ Դա շատ կարևոր է։ Գալով Հայաստանի կտրվածքով, այսօր ժամը 11-ին է, պատարակը 10-ին պետք է դուրս գաս։ Շատերը սոված են գնում, սոված փորով են գնում, որովհետև պետք է հաղորդություն առնեն, հետո դժվար են դա դիմանում,
շատերը կան ուշքները գնում կան դեպքեր երիտասարդները եւ այլն չեն դիմանում այդ ամենը պետք է հասկանաք ինչու են մարդիկ սոված գնացել որովհետև ժամանակին պատարակները շուտ է եղել մարդ առավոտ արթնացել է գնացել է ժամերգության գնացել է եւ պատարակի է մասնակցել հետո եկել նոր ճաշը կերել այս երբ որ պատարակը շատ ուշ է սկսում 11-ին դու կարաս թեթև մի բան քաղցր մի բան դնես բերանդ ուտես նամանավան նրանք որոնք մեքենայով երկար ճանապարհ են գնալու ավելավա մի բան թեթև ուտես ոչ թե որգրամոլության մեջ ընկնելու համար այ ուտես որ այդ քո շաքարը չընկնի գլխապտույտ չլինի որ ուղեղը տաշխատի հասկանաս ինչ է աղոթում ինչ է համար գնում սրանք շատ կարևոր են սիրելի բարեկամներ որտեվ ասենց չլինենք մոլերանտ ինչ որտեղ օրենքներով կաղապարված այլ լինենք աստվածասեր եւ գիտակից հասկանալով ինչու ենք անում ինչի համար ենք անում նաեւ ասեմ որ շատ հին ժամանակներում մարդիկ գալիս էին եկեղեցին տան մոտ էր կարային մտնեին ժամերգություն էր այնտեղ կատարում մտնում էին իրենց աղոթքն էին անում հետո գնում էին դաշտ հետո երեկոյան վերադառնալուց այդ ժամերը կա միջև արևը մայր էր իջնում մտնում էին եկեղեցու խաղական հանգստյան ժամերգություններին էին մասնակցում իսկ այսօր այդ ժամերգությունները բոլորը չի արվում մենակ մեծի պահոտ շրջանում է որ խաղականն է արվում այսինքն փոխվել է ամբողջ կենցաղավարությունը դրա համար նստել երազել որ վա ինչու են 9 ժամերգությունները չեն արվում մեր մոտ վա այդ ինչ բանը որտեվ դժվար է անհնարին է այսօր եկեղեցիները բաց է որ դու ճանապարհին հին ժամանակ մարդիկ եկեղեցի ոչ թե գնում էին որտեվ պարտականություն էր այլ որտեվ իրենց կյանքի առօրյա ոնց որ դուք հիմա առօտ վեր եք կենում ատամներն եք մաքրում լվացվում եք նախաճաշ եք անում գնում եք աշխատանքի տենց էլ այդ մարդկանց առօրյան է որտեվ եկեղեցին մոտ էր ինքը վեր էր կենում գնում էր եկեղեցի եկեղեցում էր աղոթում իսկ դու երբ որ վեր ես կենում քո եկեղեցին շատ հեռու է դու կարող ես տուն աղոթես տան մեջ դրա համար այն ժամանակվա մարդկանց համար եկեղեցին ուրիշ մի իրավիճակ էր իսկ այսօր ուրիշ մի վիճակ է որտեվ մնում է ինչ անել գնալ մի կիրակի որը պատարակն է եւ պատարակին մասնակցել դա շատ կարեւոր է որտեվ ինչպես Դավիթ Մարգարեն Սաղմոսներում ասում է ինչպես եղջյուրն է փափակում գնալ ջրերի մոտ այդպես էլ իմ հոգիս քեզ է փափակում Տեր ինչ որ եղջյուրը sense մի բան կար որ կարիճները կծում էին իրենք շատ գեշ ծառավում էին եւ գալիս էին ջուր էին այնքան են խմում միջև որ այդ արյունը մաքրվեր կամ այդ այրոցից ազատվեին այդպես էլ մենք մեր հոգիները որ մեղքից խայթված հոգին տառապում է մենք փափակում ենք Տիրոջով միանալ Տիրոջը որպեսզի այդ ծառավը հագեցնել մեր դրա համար եկեղեցի պետք է պատարակի գնալ այդ ծառավը հագեցնելու համար Տիրոջը միանալու համար ոչ թե գնալ ամբողջ շաբաթ հավաքված քո կենցաղային հարցերը ներկայացնել Տիրոջը որտեվ նայեք Տիրոջ խոսքը կա չէ որ ասում է Տերը 6 օր աշխատեց 7-րդ օրը հանգստացավ եւ նույնը մեզ է ասում որ 7-րդ օրը պետք է հանգստանաք հա ասես ձևով բայց այսօր նաեւ կարելի ասել որ մարդ արած այսօրվա 21-րդ դարվա մարդը ինչ է ինքը նենց է ստացվում որ կիրակի օրերն է աշխատում ոչ թե իր կամքով ուրիշ բան որ իր կամքով է աշխատում այդ հիմնականում տոնավաճառները կա չէ յարմարկեքը որոնք կան մարդիկ գնում են շուկաներ խանութ են բացում դա ասում են կիրակի ամենալավ հարմար պահն է եթե իրա ձեռքում է եւ կամ էլ ինքը ստիպված մի տեղ աշխատում որտեղ աշխատանքը տվողը իրեն պահանջում է որ կիրակի օրը գաս աշխատանքի դժվար է դրա համար քրիստոնյան կիրակի օրը պետք է նվիրի Աստծուն ոչ թե այն իմաստով միայն գնա եկեղեցի դուք ստեղ ճիշտ հասկացեք 6 օր մենք նայեք դուք ավելի ճիշտ մարդիկ այնքան վազվզուկի մեջ են որ իր ընտանիքի հոգսերն են կատամ ընտանիքի մեջ են աշխատող իր հետ
կոլեգաների հետ են աշխատում, շփվում են, ինչ-որ իր ընտանիքի համար են անբան, Աստծուն աղոթքն էլ արդեն դառնում է մի բան, որ Տեր ինձ օգնես, գործերիս հաջողություն տուր, չէ՞։ Բայց բանի իմաստով որ դու էլ Աստծուն այդ օրը չես տրվում, հենց այդ է Կիրակի օրը, որ դու գնում ես, դու պետք է ամբողջ չմոռանաս քո հարազատներին, քո հարազատների դարդու ցավերը, քո կենցաղային հարցերը, դու գնաս եկեղեցի փափակելով, ծառավելով Տիրոջը միանալու, որպեսզի Տիրոջ հետ մնաս, որտեվ նորից եմ ասում, այդ 6 օրը, որ դու քո առօրյա աշխատանքով, առօրյա դու քո ընտանիքի հետ ես, դու ամբողջությամբ իրանց ես տրված, հա, այդ 7-րդ օրը, Կիրակի օրը, որը 7 օրվա մեջից է, 7-րդ օրվա մեջից էլ գոնե 2-3 ժամը միտեղ միտքը թոթափի, որ դու Տիրոջ հետ լինես։ Երբ որ գալիս ես եկեղեցի դռան մոտ, քո հարազատներին, ընտանիքներին թողնում ես դուրսը, եւ դու գալիս ես կանգնում ես Տիրոջ առջև։ Տիրոջ հետ ես հաղորդակից լինում։ Այդ որպեսի այն ծառավը, որ մի շաբաթ դու մեղ գործեցիր, շուտ է հուսահատության մեջ ապրեցի, ինչ-որ բաներ եղար, որպեսի այդ ծառավ այդ ամեն ինչը հագեցնես այդ 2-3 ժամվա մեջ, երբ որ պատարագի ես կանգնած։ Դրա համար ցանկալի է, որ ամեն Կիրակի գնաք, եթե հնարավորություն կա, իսկ եթե չկա, ձեզ մի կոտորեք, բայց ձեր մեջ դրեք մի բան, որ հստակ գոնե շաբաթը ամիսը 2 անգամ մի Կիրակի այո, մի Կիրակի ոչ գնում եք եկեղեցի, իսկ եթե նույնիսկ չկա հայկական եկեղեցի կամ շատ հեռու է, գոնե այսպես մի բան արեք, հնարավորություն եթե կա, տեղափոխվեք այնտեղ, որտեղ կա եկեղեցի, Սփյուռքի համար եմ ասում, կամ էլ գոնե տաղավար տոներին, Զատիկ, Սուրբ Ծնունդ, Խաչվերած, հա, այդ տոներին գոնե կարողանաք հատուկ գնաք, հասնեք այդ քաղաքը, որտեղ հայ եկեղեցի կա, որպեսզի մասնակցեք պատարագի եւ հաղորդվեք։ Կարելի է գնալ օտար եկեղեցիներ, ռուս կամ կաթոլիկ եկեղեցիներ քո քաղաքի մեջ եթե կա, այնտեղ հաղորդություն դե կարողա ձեզ չտան, բայց գոնե գնաք Կիրակի օրը այդ աղոթքը անեք եւ Տիրոջը փառք տաք, բայց տաղավար տոներին գոնե գնաք այն քաղաքները, որտեղ հայ եկեղեցի կա։ Մյուս բանն էլ, եթե դուք այդ Կիրակին աշխատել եք կամ աշխատում եք, կամ էլ նենց աշխատանք է, որ ամսվա մեջ 1 կամ 2 Կիրակին աշխատանքի եք գնում, դա կարևոր չի Սփյուռքի մեջ, դա կարող է լինի Հայաստան, օրինակ հերթափոխային մի աշխատանք, որտեղ դու 1-24 ժամ աշխատում ես, 3 օր տունն ես կամ հակառակը քո աշխատանքը sense փոխնի փող գալիս Կիրակի օրն ամսվա մեջ 1-2 անգամ ընկնում, դուք այսպես մի բան արեք, այդ Կիրակի օրվա գումարը փոքրիկ, որ հաշվարկը արեք, տարեք եկեղեցու գանձանակը դրեք, այդ ձևով դուք ձեր նվիրատվությունը կանեք, Տիրոջը կհանձնեք ձեր, այսինքն ձևով աշխատանքը կհամարվի որպես ոչ աշխատանք, այլ որպես նաև Տիրոջ ծառայելու մի ձև։ Այս է, դրա համար սիրելիներ փորձեք ամեն ինչ բան, որ անում եք, քննեք, եթե հին ժամանակներից բաներ են գալի, հրահանգներ են գալի, դուք մի հատ նայեք, ինչու են հայրերը այդպես ասել, որտեվ այն ժամանակները ուրիշ են եղել, այսօր ուրիշ ժամանակներ են, այսօր նայեք, նաև հին ժամանակ մարդը ուրիշ զբաղմունք չուներ, հենց արևը մութ էր իջնում, արդեն մթնում էր, մարդիկ գնում քնում էին, այսօր մարդը մինչև գիշերվա 1-2 նստած է, համացանց կա, տունը էլեկտրականություն կա, զբաղվելու շատ բան կա, չեմ ասում թատրոն, ֆիլմերը, ինչ որ հետո վերցնենք հին ժամանակները, հավատացյալը, որ գնում էր եկեղեցի, ինքը հաղորդ էր, ինքը հասկանում էր ինչ է կատարվում պատարագին, աղոթքներին հաղորդ էր, այսօրվա մեր սերունդը հաղորդ չի, որտեվ գրաբարով շատ բան չի հասկանում, հաղորդ չի ու դրա համար երբ որ գալիս է այդ 1.5 այսօրվա կտրվածքով մարդը գալիս է եկեղեցի, ինքը անհաղորդ է լինում, չի հասկանում ինչ է կատարվում, չգիտի ինչ է կատարվում, ինքը սկսում է ձանձրանալ,
ինքը ձանձրանում է, նաման որսս պետք է կանգնի քարացած ձևով, ինքը սկսում է ձանձրանալ, որտեվ չի հասկանում։ Այդ գիտեք ինչի նման է, գնաք մի թատրոն կամ մի երաժշտություն լսելու օպերային, որ բան չես հասկանում, նստում ես կամ մի տեղ ես գնում, որտեղ ելույթներ են ունենում, ստիպված նստում ես ու դու սկսում ես անհանգիստ շարժու ձև, ոտքը ոտքի, ձեռքը ձեռք, շուտ է բաներով ես զբաղվում, հեռախոսդ ես հանում նայում, որտեվ հաղորդ չես կամ հետաքրքիր չի դա քեզ եւ նույնը այդ բաների համար մեր երիտասարդները կարան ամբողջ գիշեր գնան դիսկոտեկա, ինչ որ միտեղ պարեն, երգեն, թռվռան, բանանեն, ժամերով չհոգնեն, բայց եկեղեցու մի ժամ չկարողանան կանգնեն, որտեվ այնտեղ իրենք հաղորդակից են լինում այդ ամեն ինչին, ինչպես վերցնենք տարբեր աղանդներ, իրենց ինչու են ժամերով կարող են գնալ, երգել, իրենց հավաքներին ինչ-որ իրենք ժամերով կանգնեն, որտեվ հաղորդակից են, իրենք երգում են, իրենք մասնակից են դառնում այդ ամեն ինչին։ Իսկ մեր հավատացյալները ցավոք սրտի չեն ուզում հաղորդակից լինեն, փոքրիկ մի բան է գրափար սովորել չեմ ասում գրափարի մասնագետ դառնալու, այ որ հասկանաք կամ ընկալեք, այսինքն այդ ծառավը ձեր մեջ չկա, որ դուք ուզենաք սովորել, որպեսզի Տիրոջը ճանաչեք ավելի։ Դրա համար պատճառներ են բռնում շատերը, դե չեմ հասկանում, չգիտեմ, դե չգնամ։ Տեսնում եք, շատ խնդիրներ կա այսօր։ Դրա համար եթե մեկը շատ է փափակում, ինքը իր մեջ այդ սերը կա, իր այդ մեջ բանը կա, ինքը կսովորի, ինքը լավ, եթե նույնիսկ գրափարը չսովորի, բայց ինքը կփորձի հասկանալ պատարագին ինչ է կատարվում։ Գոնե երգչախմբի հետ կերգի, հասկանալով ինչ է երգում։ Ամենակարևորը այն ոչ թե ծոմ ու բանի վրա շեշտը դրեք, այ ծառավ ունեցեք, այն սովը ունեցեք Տիրոջը ճաշակելու։ Եթե այդ սովը չկա ձեր մեջ, ուզում ա ձեր շուրջը ամբողջ շենքերի տեղը եկեղեցի լինենք, որ կարաս մտնես տեղից մյուսը գնաս դուրս գաս մտնես, այդ ծառավը չունենաս իմաստ չունի։ Իսկ եթե ծառավը ունես, Տիրոջ հետ քաղց ունես Տիրոջ, դու կիլոմետր կկտրես, կհասնես։ Սա է կարևորը։ Դրա համար քննեք ձեր մեջ, որքան է սերը ձեր առ Աստված, որքան ունեք այդ փափակը, այդ ծառավը, այդ քաղցը Տիրոջը ճաշակելու։ Եթե դա կա, ինչ ասեմ, արգելքներ չեն կարա լինել, ինչպես Պողոս առաքյալները ասում է, ոչ մի բան ինձ չի կարող Տիրոջ սիրոց հեռացնել, այսինքն ոչ մի բան չի կարա ինձ արգելի, հասնեմ պատարագի մասնակցեմ եւ Տիրոջ մարմինը եւ արյունը ճաշակեմ։ Այս էր իմ խոսքերի պատգամը կամ ինչ, որ իմաստուն եղեք, եկեղեցի գնացեք այսօր ոչ թե ինչ-որ բան լսելու, այ Տիրոջը հետ հաղորդակից լինելու, մոռանալով ձեր հարազատներին, այդ շաբաթը, եթե ամիսը 2 անգամ եք գնալու, այդ 2 անգամվա մեջ 2 ժամ Տիրոջը հետ խոսելու, Տիրոջ հետ հաղորդակցվելու, այն կներեք ձեր դարդերը բացելու, ոչ թե կենցաղային հարցերը։ Այս գործերս էս չէ, այ Տեր, ես էս եմ, այսօր էս մեղքի մեջ եմ, էս եմ արի, առանց քեզ չեմ կարող ապրել, այդ ձեր սերը խոստովանեք առ Աստված։ Բացեք ձեր սիրտը, ասեք ես սա եմ Տեր, առանց քեզ չեմ կարող ապրել, 2 շաբաթը ես ինձ անապատի մեջ, անոթի սոված ծառավ թափառում եմ, այսօր եկել եմ քո դուռը, մի թողես ունայն ձեռնունայն հեռանամ քեզանից։ Սա է անկեղծ պորտկումը ու հավատացեք այդ ուժ կտա ձեզ միջև գալ Կիրակի, գալ պատարագին մասնակցելու համար եւ շատ կարեւոր է որ նաեւ ասեմ որ մեր Տերը ըստ Գրիգոր Տաթևացու ասում է Կիրակի օրն է գալու եւ Կիրակի օրը պատարագը դրա խորհուրդը կա, ինքը միշտ այդ Կիրակի օրը գալիս է, այդ սկիհի մեջ, ինքը գալիս է եւ գնում է, սենց ասեմ, հա, ու որքանով ես դու ամեն Կիրակի պատրաստ Տիրոջը ճաշակելու։
ընդունելու։ Եթե դու ամեն Կիրակի ասում ես, դե ես Կիրակի չեմ հաղորդվել, դե ես Կիրակի, դե ինչի՞ս է պետք, եթե այս ձևով ես մտածում, ուրեմն դու Տերը երբ որ այդ Կիրակին կգա, երբ որ դու չես սպասում, դու պատրաստ չես լինի։ Եվ կգա կասի գնացեք անիծյալներ, հա, ես ձեզ չգիտեմ։ Դրա համար ամեն Կիրակի դու պետք է պատրաստ լինես։ Այն իմաստով պատրաստ լինես։ Նորից ասում եմ, այդ փափակը ունենաս, որ փափակես, որ Տերը գա, դու Տիրոջ հետ միանաս։ Մոռանալով քո հարազատներին այդ մի ժամ ու կես, 2 ժամը։ Մոռանաս իրանց դարդերը, իրանց մասին աղոթելը, նստես իրանց մասին աղոթքներ անես։ Այդ հավատքով ունեցի, որ եկեղեցին հանձնես հոգևորականի, որը պատարակիչն է, ինքը այնտեղ աղոթում է, մի մտածեք բոլոր մեր հավատացյալների, ողջ թե ննջեցյալների ընդհանուր աղոթք արում է, այսինքն ծածուկ աղոթքների մեջ։ Դե այսօր նաև մի ցավալի մի բան կա, որը ինձ թվում է չարի գործնել է, ցավոք սրտի, որ եթե տեղեր կա, որտեղ քահանան մենակ է, եւ ստիպած ժողովուրդը գալիս են ու ուշացած են գալիս պատարակի, ինքը քարոզ է տալիս, քարոզի վերջում էլ խոստովանություն են անում։ Գիտեք, մարդը, որը եկել է երկար ճանապարհ է կտրել եւ եկել է այդ ուզում այդ հաղորդակից լինի Տիրոջը, մեկ էլ այնտեղ կտրում են մի քարոզով։ Քարոզով նամանտ արդեն այդ վիճակն է, որ արդեն մոտենում ես հաղորդությանը, մեկ էլ մի հատ քարոզ է դրվում։ Ես այդքան չնայած ես էլ եմ քարոզներ այդ ժամանակ են կամ, բայց այդքան ուրախ չեմ, որ այդ ժամանակ է քարոզը արվում, որտեվ քարոզը իրական պետք է լինի այն ճաշու ընթերցվածքներ, ավետարանը այդ ժամանակ, երբ որ երեխայից պատարակ այդ բաժինն է, իսկ երբ որ արդեն սկիհը բերվում է, արդեն մարդ չպետք է քարոզչությամբ կարող նենց կներեք էլի, ինձ հիմար քարոզ լինի, որը մարդուն ավելի հիասթափեցնի, կամ էլ այդ խոստովանությունը մարդը պատրաստվում է, ինքը առավոտ եկել է, խոստովանության մասնակցել է պատարակից առաջ, մի հատ էլ նորից պետք է ծնգի իջնի։ Այս խնդիրներն են, որոնք ցավոք սրտի ես տենց եմ մտածում, չարի մատնել է խառն, որ այս բանը ձևով կոդրում է մարդու այդ ընթացքը դեպի Աստված։ Դրա համար բայց մի հուսահատվեք, ոչ մի բան, եթե Տիրոջ սերը ունեք, ձեզ չի խանգարի Տիրոջից, այսինքն Տիրոջը մոտենալու, չի այդ ոչ այդ քարոզը, ոչ այդ խոստովանությունը, ոչ այդ աղմուկը, ոչ այդ մարդկանց շարժը, ոչ այն երեխեքը, որ վազվզում են եկեղեցում, ձեզ չի խանգարի։ Եթե դու ջղայնանում ես, ինչ որտեղ բռնկվում ես, խնդիրը քո մեջ է, ոչ թե նրանց մեջ, սա փորձություն է։ Դրա համար կարելի է խոսալ, հարգելիներ, խնդրեք, որ Տերը ձեզ այդ փափակը տա, այդ սերը տա, այդ ծառավը տա, ոչ թե ծոմի վրա մտածեք, որ ծոմով գնաք, որ այդ ֆիզիկական սովով գնաք, ծոմով, այ հոգևոր ծոմով, որ ծառավ լինելով այդ ամբողջ շաբաթ դուք Տիրոջից հեռացել եք ձևով սենց ասեմ, ու դուք ուզում եք այսօր Տիրոջը միանաք ճաշակելով եւ տեսնեք, որ թե ինչ քաղցր է մեր Տերը։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ ձեզ, Աստված ձեզ պահապան։